Երբևէ զգացել ես, որ գլխիդ մեջ հայտնված մի միտք կարծես թե քոնը չէ, միտք, որը հանկարծակի է առաջացել, գաղափար, որը անընդհատ վերադառնում է, կամ էլ խաղաղ զգուշացում խառնաշփոթի մեջտեղում։ Իսկ եթե ասեմ, որ դա կարող է լինել հենց Աստված, խոսելով քեզ հետ։ Այո, տիեզերքի ստեղծողը, նա ով բաժանեց կարմիր ծովը, հենց հիմա շշնջում է քո մտքերի մեջ։ Բայց սպասիր մի փոքր։ Մինչև որ մենք խորանանք այս խորին պատգամի մեջ, որը կարող է ամբողջությամբ փոխել քո հավատի ընկալումը, մի պահ կանգ առա, դու արդեն բաժանորդագրված ես այս ալիքին։ Եթե դեռ ոչ, հենց հիմա սեղմիր կոճակը, որովհետև եթե դու այստեղ ես, դա պատահականություն չէ։ Ես հավատում եմ, որ հենց այսպես է Աստված որոշել այսօր պատասխանել քեզ։ Եվ ևս մեկ բան, դարձիր այս ալիքի անդամ։ Դու աջակցում ես ոչ միայն բովանդակությանը, այլև թվային ծառայությանը, որը հասնում է այնպիսի հոգիների, որոնց կողքին հաճախ եկեղեցի չկա։ Մեկ փոքրիկ քայլով դու օգնում ես, որ այս պատգամը հասնի այնտեղ, որտեղ այն ամենից շատ է պետք։ Իսկ հիմա պատրաստիր քո սիրտը։ Այնինչ դու պատրաստվում ես լսել, կարող է լինել այն պատասխանը, որին այդքան երկար սպասել ես։ Եվ գուցե վերջապես հասկանաս, Աստված միշտ խոսել է քեզ հետ։ Հարցն այն է, լսել ես իրեն։ Առաջին, իսկ եթե այդ միտքը քոնը չէ, երբևէ կանգ առել ես թեկուզ մի վայրկյան եւ հարցրել ես ինքդ քեզ, ինչու հենց հիմա եմ մտածում այս մասին։ Դա կարող է լինել հանկարծակի հիշողության փայլ, անսպասելի ուղղություն կամ նույնիսկ խաղաղ զգուշացում առօրյայի մեջտեղում։ Մեր առաջին արձագանքը սովորաբար այն է, որ մտածում ենք սա պարզապես իմ միտքն է, իմ ինտուիցիան։ Բայց եթե ասեմ, որ դա կարող է լինել Աստված, փորձելով ամենանուրբ ձևով դիպչել քեզ։ Աստված մասնագետ է լռության մեջ խոսելու, նրան մեգաֆոն պետք չէ։ Նա գործում է անտեսանելի միջոցով, մտքերի միջոցով, հոգու խորքերի միջոցով։ Աստվածաշնչում Աստված է։ Քո լեզվիս վրա դեռ բառ չկա Տեր, որ դու արդեն ամբողջությամբ չգիտես։ Սաղմոս 138:4։ Սա ցույց է տալիս, որ Տերը գործում է դեռ նախքան բառը արտասանվել է։ Նա աշխատում է մտքի մակարդակում, անտեսանելի ոլորտում։ Կան մտքեր, որոնք պատահական չեն գալիս, նրանք պարզապես քո մտորումների արդյունքը չեն, նրանք կարող են լինել վերևից եկած նշաններ։ Եվ ահա մեծ գաղտնիքը՝ կարողանալ տարբերել, թե երբ է միտքը քեզնից եւ երբ է դա Աստծո շշնջոցը, որ փորձում է քեզ առաջնորդել դեպի իր նպատակը։ Քանի անգամ ես զգացել այդ տարօրինակ նախազգացումը, այնտեղ մի գնա, կամ հենց հիմա զանգիր, եւ հետո հասկացել ես, որ խուսափել ես վտանգից կամ տեղի է ունեցել իսկական հրաշք։ Դու գուցե անվանել ես դա ինտուիցիա, իսկ եթե դա Աստծո ձայնն էր փորձելով պաշտպանել քեզ։ Մի անտեսիր այն մտքերը, որոնք համառորեն վերադառնում են, հնարավոր է դրանց մեջ երկնային պատգամներ են թաքնված, ավելին, Աստված հաճախ կրկնում է, նա կհամարի մինչև դու չհասկանաս, դա նման է նուրբ արձագանքի, որը չի լռում, դա սերն է, որը չի հանձնվում։ Հաջորդ անգամ, երբ ուժեղ միտքներ թափանցի քո հոգու մեջ, կանգ առ, խոր շունչ քաշիր եւ հարցրու. Տեր, դու ես խոսում ինձ հետ, որովհետեւ գուցե այո, դա իսկապես նա է։ Երկրորդ. Աստված դեռ խոսում է, բայց ոչ միշտ բարձր ձայնով։ Կա մի առասպել, որը շատ քրիստոնյաներ դեռ կրում են իրենց սրտում, թե Աստված խոսում է միայն մեծ նշաններով, ամպրոպներով, հրեշտակներով կամ լսելի ձայներով։ Բայց եթե ասեմ, որ Աստծո ամենախոր զրույցները տեղի են ունենում հենց լռության մեջ։ Հին ժամանակներից Աստված խոսել է իր զավակների մտքերով։ Նա խոսեց Սամվելի հետ արշալույսին, Հովնանի հետ վախի մեջտեղում, Նաբուգոդոնոսորի հետ անհանգիստ երազներով եւ քեզ հետ հենց այն պահին, երբ դու դա ամենակիչն էիր սպասում։ Հարցը ոչ թե այն է, թե արդյոք նա խոսում է, այլ այն արդյոք դու սովորել ես ճանաչել նրա ձայնը։ Աստված խոսում է նրա հետ, ով պատրաստ է լսել հոգու խորքում։ Նա շշնջում է այնտեղ, որտեղ ոչ ոք չի լսում, եւ բացահայտում է անտեսանելիում այն, ինչ պետք է սրտին։ Աստվածաշնչում ասված է. «Կրակից հետո եկավ հանգիստ նուրբ ձայն» Օրենք 19:12-13։ Երբ Եղիան լսեց այդ ձայնը, նա ծածկեց իր դեմքը վերարկուով։ Աստված այդ շշնջոցի մեջ էր եւ Եղիան ճանաչեց նրան։ Աստծո ձայնը միշտ չէ, որ գալիս է ուժով։ Հաճախ այն հայտնվում է որպես փափուկ միտք, ներքին համոզմունք, որը տաքացնում է կուրծքդ։ Հենց այս ձևով է Տերը ընտրում ամեն օր քեզ կողքիդ լինել։ Գուցե դու սպասում ես ինչ-որ հրաշալի բանի, իսկ Աստված արդեն տասնյակ անգամ խոսել է քեզ հետ մտքի, ներքին խորհրդի, սուրբ անհանգստության միջոցով, բայց աշխարհի աղմուկը խլացրել է հոգու ձայնը։ Ահա թե ինչու պետք է լռել, որպեսզի լսես։ Այսօր ես մարտահրավեր եմ նետում քեզ, օրական մի քանի րոպե հատկացրու միայն լսելու համար։ Ոչ թե խոսելու, ոչ թե խնդրելու, այլ պարզապես լսելու։ Նստիր, փակիր աչքերդ եւ շշնջա. Խոսիր Տեր, որովհետեւ քո ծառան լսում է։ Նա դեռ խոսում է, պարզապես չի գոռում։ Երրորդ.
Ինտուիցիան կարող է լինել Սուրբ Հոգու շշնջոցը։ Երբևէ զգացել ես ներսումդ այնպիսի ուժեղ, այնպիսի պարզ բան, որ ավելի մեծ է թվում, քան պարզապես տպավորություն։ Այդպիսի ինտուիցիա, որը կարծես ավելի շատ գիտի, քան քո բանականությունը, քան դրամաբանությունը։ Հնարավոր է դա Սուրբ Հոգին էր, փորձելով ուղղորդել քո քայլերը։ Աստվածաշնչն ասում է. Ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո զավակներն ենք։ Հռոմեացիներ 8:16։ Սա նշանակում է, որ նա խոսում է ուղղակիորեն հոգու մեջ, սրտի մեջ, ներսում։ Եվ հաճախ մենք այդ զգացումն անվանում ենք այլ կերպ՝ նախազգացում, 6-րդ զգայարան, ինտուիցիա, բայց գուցե իրական անունը աստվածային առաջնորդություն է։ Սուրբ Հոգին ներքին խորհրդատուն է, նա չի հայտնվում որպես օտար ձայն, այլ հնչում է քեզ ներսից, որպես հանկարծակի միտք, որը բերում է խաղաղություն, համարություն կամ խոր համոզմունք։ Եվ երբ նա խոսում է, ամեն ինչ իր տեղն է ընկնում, նույնիսկ առանց բացատրությունների այն իմաստ ունի։ Սովորական ինտուիցիայի և հոգու շշնջոցի միջև տարբերությունն այն է, թե ինչ պտուղներ է այն բերում։ Հոգու ձայնը բերում է խաղաղություն, նույնիսկ երբ հանդիմանում է, բերում է հավատ, նույնիսկ երբ համարձակություն է պահանջում, բերում է ուղղություն, նույնիսկ առանց բացատրությունների։ Քանի անգամ ես լսել այդ ձայնը, իսկ հետո ասել «ես այդպես էի իմանում»։ Այդ արտահայտության մեջ թաքնված է ճշմարտություն, դու ոչ թե պարզապես գիտեիր, այլ քեզ զգուշացրել էին։ Եվ գուցե ժամանակն է սովորել լսել առաջին անգամից։ Այսօր, նախքան անտեսել այդ ներքին զգացումը, հարցրու. Սուրբ Հոգի, դու ես։ Եվ պատրաստ եղիր, որովհետև նա պատասխանում է նույնիսկ լռության մեջ։ 4. Լռությունը, որը գոռում է։ Երբևէ եղել ես այնպիսի տեղում, որտեղ արտաքինից լիակատար լռություն էր, բայց քո մտքերում իրական փոթորիկ։ Զգացել ես, թե ինչպես միևնույն միտքը անընդհատ վերադառնում է այնպիսի ուժով, որ կարծես առանց ձայնի գոռում է։ Սա է Աստծո լռությունը, այն տեսակ լռությունը, որը խոսում է ավելի բարձր, քան ցանկացած բառ։ Աստծո լռությունը բացակայություն չէ, այլ ռազմավարություն է, խորություն է, ինչպես ասված է Հայտնի 30:15-ում։ Լռության մեջ և հույսի մեջ կլինի ձեր ուժը։ Երբ Աստված լռում է արտաքինից, դա նրա համար է, որ դու լսես նրան ներսից։ Աստված գործում է անտեսանելիում։ Նա բացվում է այն տարածքում, որը ոչ ոք չի կարող տեսնել, քո մտքերում, քո մտորումների մեջտեղում։ Եվ շատ հաճախ նա սպասում է, մինչև դու դադարես փնտրել արտաքին ձայներ, որպեսզի սովորես լսել այն ձայնը, որ արդեն քո ներսում է։ Մեծ գաղտնիքը ոչ թե այն է, թե արդյոք Աստված խոսում է, այլ այն, արդյոք դու կարողանում ես խլացնել շուրջ բոլոր աղմուկը, որպեսզի լսես նրան։ Սոցիալական ցանցերի աղմուկը, անհանգստությունները, համեմատությունները, այս ամենը խլացնում է երկնային շշնջոցը, որ փորձում է հասնել քեզ։ Այսօր Աստված հրավիրում է քեզ ավելի խոր հաղորդակցության, այնտեղը, որտեղ լռությունը դատարկություն չէ, այլ լիություն է նրա ներկայությամբ, որտեղ անտեսանելին դառնում է ուղղություն, եւ այնինչ դու զգում ես մտքերիդ մեջ, ավելի ճշմարիտ է, քան այնինչ լսում են ականջներդ։ Եթե սովորես լսել այստեղում, կհասկանաս, Աստված միշտ խոսել է, պարզապես սպասել է, երբ դու դադարես փախչել լռությունից։ 5. Սամվելը, տղան, ով լսեց Աստծուն իր մտքերում։ Պատկերացրու այդ տեսարանը։ Անփորձ տղա, պարկած տաճարում, շուրջը լռություն, ամբողջ աշխարհը քնած է։ Եվ հանկարծ լսում է, որ ինչ-որ մեկը կանչում է իր անունով՝ Սամվել, բայց նա չի ճանաչում ձայնը, մտածում է, որ Իլի քահանան է կանչում։ Լսում է նորից եւ միայն հետո հասկանում է՝ դա Աստված էր։ Այս պատմությունը, աթագավորած 3-րդ գլուխ, ցույց է տալիս Աստծո հաղորդակցության ամենախոր եւ ամենամտերմիկ ձևերից մեկը՝ մտքի միջոցով։ Աստված չուղարկեց հրեշտակներ, չհնչեցրեց ամպրոպներ։ Նա եկավ Սամվելի մտքում, որպես փափուկ հանգիստ կանչ։ Սամվելը դեռ չգիտեր, թե ինչպես ճանաչել Աստծո ձայնը, եւ սա կարեւոր է, որովհետեւ գուցե դու ել նույնն ես ապրում։ Տերը արդեն կանչում է քեզ, արդեն փորձում է հասնել քեզ, բայց դու դեռ վերագրում ես դա այլ աղբյուրների, քո մտքերին, ինտուիցիային, պատահականությանը։ Այնինչ փոխեց Սամվելի կյանքը, խորհուրդն էր։ Իլին, չնայած հոգևորեն մարած էր, այնուամենայնիվ ասաց. դա Տերն է։ Երբևէ պարզապես մեկի կարիք կա, որ ասի, սա երևակայություն չէ, սա երկինքն է, որ գալիս է քեզ մտքի տեսքով։ Այդ պահից, երբ Սամվելն ասաց. «Խոսիր Տեր, որովհետև քո ծառան լսում է», ամեն ինչ փոխվեց։ Նա սկսեց տարբերել։ Նա դարձավ մարգարե։ Նա սկսել լսել երկինքն անգամ առօրյայի մեջտեղում։ Եվ նույնը կարող է պատահել քեզ հետ։ Հարցն այն է, լսում ես, բայց չես ճանաչում։ Գուցե Աստված արդեն կանչել է քո անունը։
Գուցե նա արդեն շշնջում է քո ներսում։ Պարզապես պակասում է, որ դու պատասխանես։ Խոսիր Տեր։ 6. Աստվածային մտքեր, թե մարդկային շեղումներ։ Եկեք ազնիվ լինենք։ Մեր մտքերում առաջացող ամեն միտք երկնքից չի գալիս։ Շատերը պարզապես աղմուկ են, մյուսները թակարդներ, որոնք քողարկված են լավ գաղափարի տակ։ Հենց այդ պատճառով հոգևոր կյանքի համար անհրաժեշտ է զարգացնել մի կարևոր բան՝ տարբերակում։ Այո, ոչ ամեն միտք անմեղ է, բայց ոչ ամեն անհանգիստ միտք էլ թշնամուց է։ Երբեմն դա Աստված է, փորձելով քեզ հանել հարմարավետության գոտուց։ Հիսուսն ասաց Մատթեոս 16-ում. «Խելամիտ եղեք օձերի պես և պարզ աղավնիների պես»։ Խելամտությունը նշանակում է զգոն լինել, ուշադիր լինել, գիտակցել, թե ինչ է կատարվում քո մտքերում։ Որովհետև ամենածանր հոգևոր պատերազմը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ քո մտքերում։ Մտածիր, քանի անգամ միտքը հեռացրեց քեզ հավատից, աղոթքից, խաղաղությունից։ Մեղքի մտքեր, վախի, նախանձի, անհանգստության մտքեր, և դու մտածում էիր, թե դա պարզապես դու ես, բնական է։ Բայց դրանք մտավոր սլաքներ էին, անտեսանելի ռազմավարություններ, կաթվածահար անելու քո հոգին։ Մյուս կողմից, քանի անգամ Աստված քո սրտում դրեց համարձակ անվախ գաղափար, իսկ դու կասկածեցիր, մտածելով, թե դա պարզապես երևակայություն է։ Սուրբ Հոգին ուզում է սովորեցնել քեզ տարբերակել։ Նա ուզում է, որ դադարես ամեն ինչ ընդունել որպես պարզ երևակայություն և սկսես վերլուծել հավատով։ 6. Աստվածային մտքեր, թե մարդկային շեղումներ։ Եկեք ազնիվ լինենք։ Մեր մտքերում առաջացող ամեն միտք երկնքից չի գալիս։ Շատերը պարզապես աղմուկ են, մյուսները թակարդներ, որոնք քողարկված են լավ գաղափարի տակ։ Հենց այդ պատճառով հոգևոր կյանքի համար անհրաժեշտ է զարգացնել մի կարևոր բան՝ տարբերակում։ Այո, ոչ ամեն միտք անմեղ է, բայց ոչ ամեն անհանգիստ միտք էլ թշնամուց է։ Երբեմն դա Աստված է, փորձելով քեզ հանել հարմարավետության գոտուց։ Հիսուսն ասաց Մատթեոս 16-ում. «Խելամիտ եղեք օձերի պես և պարզ աղավնիների պես»։ Խելամտությունը նշանակում է զգոն լինել, ուշադիր լինել, գիտակցել, թե ինչ է կատարվում քո մտքերում։ Որովհետև ամենածանր հոգևոր պատերազմը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ քո մտքերում։ Մտածիր, քանի անգամ միտքը հեռացրեց քեզ հավատից, աղոթքից, խաղաղությունից։ Մեղքի մտքեր, վախի, նախանձի, անհանգստության մտքեր, և դու մտածում էիր, թե դա պարզապես դու ես, բնական է։ Բայց դրանք մտավոր սլաքներ էին, անտեսանելի ռազմավարություններ, կաթվածահար անելու քո հոգին։ Մյուս կողմից, քանի անգամ Աստված քո սրտում դրեց համարձակ անվախ գաղափար, իսկ դու կասկածեցիր, մտածելով, թե դա պարզապես երևակայություն է։ Սուրբ Հոգին ուզում է սովորեցնել քեզ տարբերակել։ Նա ուզում է, որ դադարես ամեն ինչ ընդունել որպես պարզ երևակայություն և սկսես վերլուծել հավատով։ Պողոսը զգուշացնում է մեզ Ա Կորինթացիս 2:14-ում. Իսկ հոգևոր չլինող մարդը չի ընդունում Աստծո հոգուց եկողը, որովհետև դա նրա համար հիմարություն է։ Սա նշանակում է, որ եթե դու դատես միայն տրամաբանությամբ, կսխալվես։ Դու կխառնես Սուրբը սովորականի հետ։ Գործնական խորհուրդ. ամեն անգամ, երբ միտքը հեռացնում է քեզ Աստծո նպատակից, նրա ներկայությունից, հույսից, հարցրու ինքդ քեզ. այս միտքը մոտեցնում է ինձ Աստծուն, թե հեռացնում է։ Իսկ եթե միտքը հրահանգում է քեզ աղոթել, գործել, սիրել, ծառայել, մտածիր, գուցե սա Աստծուց է։ Բարին պատահական չի ծնվում։ Մի անտարբեր եղիր քո մտքերի հանդեպ։ Աստված ուզում է, որ դու դառնաս քո մտքերի պահակը, այն մարդը, ով հետազոտում է, լսում է, փորձարկում է հոգիները, ինչպես հրահանգում է Հովհաննես Ափոստ 4:1-ում։ Որովհետև բազմաթիվ ձայների մեջ կա մեկը, հավատարիմը, և այդ ձայնը ուզում է առաջնորդել քեզ։ 7. Ճիշտ տեղում լինելու կարևորությունը լսելու համար։ Աստված խոսում է նրա հետ, ով ուզում է լսել։ Բայց նա նաև խոսում է այնտեղ, որտեղ ուզում են լսել նրան։ Սա նշանակում է, որ միջավայրը, որտեղ դու գտնվում ես, կարևոր է։ Սամվելը լսեց Աստծուն, որովհետև գտնվում էր տաճարում։ Նույնիսկ եթե չէր հասկանում, նույնիսկ եթե չուներ հոգևոր զգոնություն, նա ճիշտ տեղում էր։ Եվ ճիշտ դիրքը գրավում է բացահայտումը։ Շատերը ասում են Աստված ինձ հետ չի խոսում, բայց միաժամանակ խորասուզված են աղմուկի մեջ, այնպիսի միջավայրում, որը խլացնում է երկնքի ձայնը,
սոց ցանցեր, թունավոր հարաբերություններ, անընդհատ շեղումներ։ Ինչպես կարող ես ակնկալել աստվածային պարզություն, եթե քո հոգին շրջապատված է խառնաշփոթով։ Աստված նուրբ է։ Նա չի գոռում ուշադրություն գրավելու համար այնտեղ, որտեղ հետաքրքրություն չկա։ Հենց այդ պատճառով, երբ դու գտնվում ես որոնման, ակնածանքի, աղոթքի մթնոլորտում, հոգևոր մթնոլորտը փոխվում է։ Երկինքը նկատում է, երբ մեկը պատրաստ է լսել։ Եվ այդ ժամանակ Աստված խոսում է։ Իլին գուցե հոգևորեն քնած էր, բայց նա դեռ ճանաչում էր Աստծո ձայնը։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ անկատար պայմանները կարող են օգտագործվել Աստծո կողմից, երբ կա պատրաստակամություն։ Խնդիրը ոչ թե թույլ միջավայրն է, այլ փակ սիրտը։ Դու պետք է լինես այնտեղ, որտեղ գործում է Աստված։ Դա պարտադիր չէ ֆիզիկական տաճար։ Դա կարող է լինել քո սենյակը, մեքենան, օրվա շրջապատի մեջ տեղում լռության մի պահը։ Որտեղ կա անկեղծություն եւ Աստծո հանդեպ ծարավ, այնտեղ կա նրա ներկայությունը։ Իսկ որտեղ ներկայություն կա, այնտեղ կա ուղղություն։ Այսօր կանգար եւ հարցրու ինքդ քեզ. ես գտնվում եմ այնտեղում, որտեղ Աստված կարող է գալ ինձ մոտ։ Ես խոսում եմ ոչ թե աշխարհագրության մասին, այլ քո սրտի վիճակի մասին։ Զբաղեցրու քո տեղը, կարգավորիր քո սիրտը։ Որովհետև երկինքն ասում է, գուցե պարզապես պետք է փոխես քո միջավայրը, որպեսզի լսես նրան։ 8. Երբ Աստված խոսում է քեզ հետ, իսկ դու մտածում ես, սա պարզապես գլխիցս է։ Գիտես այն միտքը, որը անընդհատ վերադառնում էր քեզ մոտ, բայց դու անտեսում էիր այն։ Այդ ներքին հորդորը, աղոթել, ինչ-որ բան փոխել, զանգել մեկին։ Գուցե դու անվանել ես դա պարզապես գաղափար, մինչդեռ իրականում դա երկինքն էր փորձելով հասնել քեզ։ Եվ սա տեղի է ունենում շատ ավելի հաճախ, քան դու կարծում ես։ Սամվելը մտածում էր, որ Իլին է կանչում, իսկ դու մտածում ես, որ սա պարզապես քո միտքն է։ Եվ այդպես Աստծո ձայնը մնում է չնկատված։ Բայց ճշմարտությունն այն է, որ Աստված այդպես հեշտ չի հանձնվում։ Նա կփորձի կրկին ու կրկին, մինչև դու չհասկանաս։ Այս միտքը իմը չէ, սա ավելի մեծ բան է։ Շատերը կորցնում են թանկարժեք բացահայտումները, որովհետև չեն կարևորում այն մտքերը, որոնք գալիս են խորությամբ եւ նպատակով։ Նրանք կարծում են, որ Աստծուն լսելը պետք է լինի ինչ-որ հրաշալի բան, բայց իրականում նա ընտրում է պարզ ճանապարհներ՝ միտք, տպավորություն, զգացում։ Աստվածաշնչում հայտնի 55:8-ում ասված է. Իմ մտքերը ձեր մտքերը չեն։ Սա նշանակում է, որ այո, նա կարող է մտածել քեզ միջոցով, եւ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ կատարվի, դու կհասկանաս, որ դա նա էր։ Խնդիրը առաջանում է, երբ մենք չափից շատ կասկածում ենք եւ լռում ենք այդ ներքին հորդորի առջև։ Այսօր ես ուզում եմ հրավիրել քեզ համարձակ որոշման։ Ավելի շատ վստահիր հոգևոր զգայունությանը, քան մտքի տրամաբանությանը։ Որովհետև երբևն այնինչ դու անվանում ես երևակայություն, իրականում բացահայտում է, իսկ այնինչ համարում ես ինտուիցիա, Սուրբ Հոգու ձայնն է։ Հաջորդ անգամ, երբ ինչ-որ բան խորապես արձագանքի քո սրտում, մի անտեսիր։ Աղոթիր, փնտրիր հաստատում, բայց մի մերժիր, որովհետև գուցե այնինչ դու համարում ես պատահական միտք, Աստված է, փորձելով փրկել քեզ ինչ-որ անտեսանելի բանից։ 9. Հովնանը, ներքին ձայնը, որը մարտահրավեր է նետում քո կամքին։ Աստված խոսում է ոչ միայն մխիթարելու համար, նա խոսում է նաև հանդիմանելու համար։ Եվ երբ նրա ձայնը հակասում է քո կամքին, դու ունես երկու տարբերակ՝ կամ հնազանդվել, կամ փախչել։ Հովնանը փախավ։ Եվ գուցե եթե ազնիվ լինես ինքդ քեզ հետ, կխոստովանես, որ դու ես արել նույնը։ Հովնանի գիրքը սկսվում է Աստծո հստակ հրահանգով, ուղղակի պատվիրանով, որը հակասում էր մարգարեի հարմարավետությանը։ Եվ ամենազարմանալին այն է, որ դա ոչ ամպրոպ էր, ոչ տեսիլք։ Պարզապես մի խոսք սրտում. գնա Նինվե։ Բայց Հովնանը նախընտրեց Թարսիսը։ Քանի անգամ դու ներսումդ զգացիր անհարմար հորդոր, համար միտք, հաշտվել, փոխել ճանապարհդ, զոհաբերություն անել, եւ փորձեցիր խլացնել այն շեղումներով, տրամաբանական հիմնավորումներով կամ նույնիսկ ցուցադրական կրոնականությամբ։ Բայց միտքը չվերացավ, որովհետև դա Աստված էր։ Նա փորձեց փախչել, բայց ձայնը շարունակեց հնչել։ Նավի վրա, փոթորքի ժամանակ, ձգան որովայնում։ Ճշմարտությունն այն է, որ եթե Աստված ունի քո համար ծրագիր, նա չի կանգնի միայն այն պատճառով, որ դու փորձում ես անտեսել նրան։ Նա կխոսի կրկին ու կրկին։ Եվ եթե պետք լինի, կօգտագործի խառնաշփոթը, որպեսզի վերադարձնի քեզ։ Գուցե այսօր դու փոթորկի մեջ ես, բայց արդյոք դա պարզապես քո ներքին պայքարի արտացոլումը չէ։ Երկինքն ասում է քեզ. վերադարձիր, արա ինչ ես խնդրել եմ։ 10.
Արտաքին փոթորիկը սկսվում է ներքին հակամարտությունից։ Ոչ ամեն փոթորիկ կյանքում առաջանում է սատանայից։ Երբեմն դա պարզապես անհնազանդության արտացոլումն է, չլուծված ներքին հակամարտության։ Հովնանը դրա վառ ապացույցն է։ Նա գտնվում էր սխալ տեղում, անում էր հակառակը այն, ինչ Աստված էր հրահանգել, եւ ծովը ալեկոծվեց։ Բայց այն քամին, որ ճոճում էր նավը, պարզապես արտացոլում էր այն խառնաշփոթը, որ արդեն փոթորկվում էր նրա մտքերում։ Կան հակամարտություններ, որոնք ոչ ոք չի տեսնում, բայց դրանք վերածվում են իրական փոթորիկների։ Անհնազանդ միտք, անտեսված ուղղություն, մերժված խոսք Աստծուց։ Ամեն ինչ սկսվում է փոքից, ներսում, բայց կուտակվում է, ուժեղանում եւ պայթում։ Երբևէ ապրել ես նման բան։ Հաճախ փորձում ես լուծել ամեն ինչ արտաքինից, փոխել աշխատանքը, խզել հարաբերությունները, հեռանալ մարդկանցից, բայց ոչինչ չի փոխվում, որովհետև խնդիրը ոչ թե դրսում է, այլ ներսում, եւ մինչև չհանդիպես այնինչ տանջում է քո հոգին, փոթորիկը չի հանդարտվի։ Հովնանի 1:4-ում ասված է. բայց Տերը ծովի վրա հուժկու քամի հանեց։ Ուշադրություն դարձրու, դա թշնամին չէր, հենց Աստվածն էր, որովհետև նա գիտեր, որ Հովնանին պետք էր հանդիմանվել, կանգնեցվել, արթնացվել, եւ դա հնարավոր կլիներ միայն այն խառնաշփոթի միջոցով, որը կարող էր կոտրել նրա հարմարավետության գոտին։ Գուցե այսօր դու նման փոթորկի մեջ ես։ Ամեն ինչ անիմաստ է թվում, ամեն ինչ անկայուն է, բայց նախքան ծովը մեղադրելը, նայիր ներսդ։ Կա Աստծո խոսք, որը անտեսում ես, կա հստակ ուղղություն, որին հրաժարվում ես հետևել։ Ծովը չի հանդարտվի մինչև չվերադառնաս Աստծո կամքի կենտրոնը, եւ այն խաղաղությունը, որին փնտրում ես, Թարսիսում չէ, այն Նինվեում է, այն հնազանդության տեղում։ 11. Աստված խոսում է նույնիսկ նրանց հետ, ովքեր փորձում են փախչել իրենից։ Աստվածաշնչի ամենահուզիչ ճշմարտություններից մեկը հետևյալն է. Աստված չի հրաժարվում նրանցից, ովքեր փորձում են փախչել իրենից։ Հովնանը դրա կենդանի օրինակն է։ Նույնիսկ երբ նա գնաց հակառակ ուղղությամբ, նույնիսկ երբ փորձեց հեռանալ իր կոչումից, Աստված շարունակեց հետապնդել նրա սիրտը սիրով եւ համառությամբ։ Ինչ է սա ցույց տալիս մեզ, որ Աստծո սերը պասիվ չէ, նա գալիս է քո հետևից։ Նա ներթափանցում է նավեր, օգտագործում է փոթորիկներ, արթնացնում է նավաստիներին, փոխում է հանգամանքները, ամեն ինչ, որպեսզի նրա ձայնը չանտեսվի։ Որովհետև երբ Աստված ընտրում է մեկին, նա կխոսի մինչև սիրտը չհանձնվի։ Եվ գիտես ինչն է ավելի զարմանալի։ Նույնիսկ փախչելիս Հովնանը երբեք չկորցրեց Աստծո ձայնի գիտակցումը։ Նա գիտեր, նավի վրա, փոթորկի մեջտեղում, ձկան որովայնում։ Նա գիտեր, որովհետև երբ Աստված խոսում է քեզ հետ, քո միտքը այլևս չի վերադառնում նախկին լռությանը։ Խոսքը մնում է այնտեղ, թակում է, սպասում է պատասխանի։ Գուցե այսօր դու, ինչպես Հովնանը, փախչում ես, թաքնվում ես, փորձում ես խլացնել այն, ինչ Աստված արդեն ասել է քեզ։ Բայց լավ նորությունը այն է, որ նա չի լքել քեզ, նա դեռ խոսում է քեզ հետ։ Եվ եթե պետք լինի, նա կօգտագործի նույնիսկ ձկան որովայնը, որպեսզի քեզ ժամանակ տա մտածելու, աղոթելու, վերադառնալու։ Նա աղոթեց ամենաանսպասելի տեղում, ձկան որովայնում, եւ Աստված լսեց նրան։ Սա ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում, եթե կանչես նրան, նա կպատասխանի։ Գլխավորը դադարել փախչելը, դադարել դիմադրելը եւ ասել. «Այո, Տեր, ես գնում եմ»։ Եթե դու լսում ես այս տողերը եւ զգում ես, որ Աստված խոսում է քեզ հետ, մի կարծրացրու քո սիրտը։ Այն խոսքը, որ նա տվել է քեզ, չի փոխվել։ Քո նպատակը չի չեղարկվել։ Նա պարզապես սպասում է, երբ դու դադարես փախչել եւ վերադառնաս հնազանդությանը։ 12. Անհանգիստ երազները կարող են լինել Աստծո զգուշացումները։ Պատահելը, որ արթնանաս սրտի արագացած բաբախումով, տարօրինակ վառ երազից հետո, որը հնարավոր չէր մոռանալ։ Գուցե փորձել ես անտեսել այն, մտածելով, թե դա պարզապես հոգնած ուղեղ է, չափից շատ տեղեկատվություն։ Բայց ինչ եթե այդ անհանգիստ երազը Աստծո փորձն էր արթնացնելու քեզ ինչ-որ կարևոր բանի համար։ Հենց դա պատահեց Նաբուգոդոնոսորի հետ։ Դանիել 2:1-ում ասված է. Նաբուգոդոնոսորի թագավորության 2-րդ տարում Նաբուգոդոնոսորին երազներ երևացին, եւ նրա հոգին հուզվեց, եւ երազը հեռացավ նրանից։ Նա չէր հասկանում, թե ինչ էր տեսել, բայց ներքին անհանգստությունը իրական էր։ Երազը անհետացավ, որովհետև Աստված խոսում էր, թեկուզ խորհրդանշանորեն։ Իհարկե ոչ ամեն երազ ունի հոգևոր իմաստ, բայց եթե այն գալիս է ծանրությամբ, համառությամբ, սուրբ անհանգստությամբ,
Դա նշան է, որ երկինքը փորձում է գրավել քո ուշադրությունը։ Աստված սերմեր է ցանում մեր մտքերում, որպեսզի առաջացնի որոնում, մտորում, վերակարգավորում։ Եվ եթե նա դա անում է հեթանոս թագավորների հետ, առավել ևս իր զավակների հետ։ Նաբուգոդոնոսորը ստիպված էր փնտրել մեկնաբանություն, եւ այդ որոնումը հանգեցրեց Դանիելին, մարդու, որն ուներ հոգևոր զգայունություն։ Ինչ է սա սովորեցնում մեզ։ Որ Աստված ոչ միայն տալիս է երազներ, այլև բարձրացնում է մարդկանց, որպեսզի մեկնաբանեն դրանք։ Երբ նա ուզում է խոսել քեզ հետ, տրամադրում է նաև միջոցները, որպեսզի հասկանաս։ Այնպես որ փոխանակ մերժելու այն, ինչը գիշերով անհանգստացրել է քեզ, գրի առ այն, աղոթիր, խնդրիր տարբերակում։ Այն, ինչ սկզբում անհասկանալի է թվում, կարող է լինել զգուշացում, պատասխան կամ նույնիսկ առաջադրանք։ Անհանգստությունը կարող է լինել այն հրահանգիչը, որը կփրկի քեզ ավելի վատ բանից։ Մի թերագնահատիր այն մտքերը, որոնք արթնացնում են քեզ գիշերվա մեջտեղում։ Շատ հաճախ Աստված խոսում է, երբ ամբողջ աշխարհը լռում է։ Եվ եթե երկինքը անհանգստացնում է քո հոգին, նշանակում է, որ նրան կա ինչ-որ հրատապ բան, որը պետք է բացահայտի քեզ։ 13. Նաբուգոդոնոսորը բացահայտումը անհանգստության մեջտեղում։ Ամենասարսափելին ոչ թե այն է, երբ Աստված լռում է, այլ երբ նա խոսում է, իսկ մենք չենք հասկանում։ Նաբուգոդոնոսորը հենց այդպիսի պահ ապրեց։ Ուժեղ անհանգիստ երազը ցնցեց նրա հոգին, բայց երազի բովանդակությունը կարծես կորած էր։ Անհանգստությունը առաջանում էր ոչ թե Աստծո բացակայությունից, այլ անկարողությունից հասկանալու այն, ինչ նա արդեն ասել էր։ Դանիել 2:3-ում գրված է. Երազ տեսա, եւ իմ հոգին հուզվեց այդ երազը իմանալու համար։ Այդ անհանգստությունը հենց այն դաշտն է, որտեղ Աստված ցանում է բացահայտման սերմը։ Հենց անհանգստության մեջ երկինքը սկսում է շարժումը, արթնացնելու որոնումը։ Աստված ամեն ինչ պատրաստի չի տալիս, նա արթնացնում է ծարավը, քաղցը, հրատապությունը։ Երբ Աստված ուզում է մեզ բարձրացնել նոր հոգևոր մակարդակի, նախ տալիս է հարցեր, նախքան պատասխանները։ Այդպես էր Նաբուգոդոնոսորի հետ։ Նրան պետք էր հասկանալ այն, ինչը գերազանցում էր մարդկային իմաստությանը։ Հետևաբար ոչ մի բնական լուծում չէր համապատասխանում։ Միայն նա, ով ուներ իրական կապ Աստծո հետ, կարող էր լուծել գաղտնիքը։ Տեսարան է մտնում Դանիելը եւ ասում է խորին ճշմարտություն։ Կա Աստված երկնքում, որ բացահայտում է գաղտնիքները։ Դանիել 2:28։ Բանալին ոչ թե մարդկային գիտելիքներ, այլ հոգևոր բացահայտումը։ Եվ սա սովորեցնում է մեզ, որ կան մտքեր, որոնք կարող ես հասկանալ միայն, երբ կապվում ես երկնքի հետ։ Գուցե հիմա դու ապրում ես նման անհանգստություն, ինչ-որ բան թակում է քո մտքերում, բայց չես կարողանում մեկնաբանել այն։ Մնա հանգիստ։ Աստված արդեն պատրաստել է մարդկանց, ռեսուրսները, նույնիսկ այս տեսանյութը, որպեսզի օգնի քեզ հասկանալ։ Դու չես լքված խառնաշփոթի մեջ։ Նաբուգոդոնոսորը ավարտեց իր ճանապարհորդությունը ճանաչելով Աստծո գերիշխանությունը։ Այնինչ սկսվեց անհանգստությամբ, ավարտվեց երկրպագությամբ։ Թող նույնը պատահի նաև քեզ հետ։ Թող այսօր զգացած անհանգստությունը դառնա միայն սկիզբը Աստծո մեծ բացահայտման քո կյանքի համար։ 14. Երբ Աստված հարցեր է ցանում, որոնում հրահերելու համար։ Աստված միշտ չէ, որ բացվում է ուղղակի պատասխաններով։ Երբեմն նա ցանում է հարցեր, եւ այդ հարցերը տրված են ոչ թե խառնաշփոթելու համար, այլ ցնցելու։ Այն անհանգստությունը, որ առաջանում է մտքերում, այն հարցը, որը չի թողնում հանգիստ մնալ։ Գուցե դա Սուրբ Հոգին է, հրահերելով քեզ ավելի խոր որոնման։ Հենց դա պատահեց Նաբուգոդոնոսորի հետ։ Նրան երազ երևաց, բայց մոռացավ մանրամասները։ Ամեն ինչ մնաց ներքին անհանգստություններ։ Դա կարող էր թվալ պատիժ, բայց իրականում հրավեր էր, կանչ, դուրս գալու մակերեսային մտածողությունից եւ մտնելու բացահայտման մեջ։ Աստված կարծես ասում էր նրան. «Ուզում ես հասկանալ, ապա փնտրիր ինձ ավելի համառորեն»։ Մեզանից շատերը խնդրում են պատասխաններ, բայց փախչում են որոնման գործընթացից։ Մենք ուզում ենք ամեն ինչ միանգամից եւ հեշտությամբ, բայց Աստված գործում է այլ կերպ։ Նրա համար կարևոր է տեսնել, որ մենք հետաքրքրված ենք, ներգրավված, ուշադիր, որովհետև իրական բացահայտումը ոչ թե հետաքրքրասերների համար է, այլ մերձավորների։ Ով փնտրում է, կգտնի, ով համառում է, կհասկանա։ Երբ քո մեջ ծնվում է հոգևոր հարց եւ չի թողնում քեզ օրեր շարունակ, մի անտեսիր այն։ Դա ոչ թե պարզապես կասկած է, այլ կարող է լինել աստվածային սերմ, սուրբ մարտահրավեր։ Աստված ասում է քեզ. «Մոտեցիր, ես ուզում եմ ցույց տալ քեզ ինչ-որ բան»։
Եվ երբ դու պատասխանում ես, տեղի է ունենում ինչ-որ արտասովոր բան։ Հակոբոս 1:5-ը սովորեցնում է մեզ. իսկ եթե ձեզանից մեկի մոտ իմաստություն պակասում է, թող խնդրի Աստծուց, ով տալիս է բոլորին առատորեն եւ առանց նախատելու։ Այլ կերպ ասած, եթե հարցը ցավ է պատճառում, նշանակում է, որ մոտակայքում արդեն կա պատասխանը։ Աստված չի խաղում իր զավակների սրտերով։ Նա արթնացնում է հարցեր միայն, որպեսզի քեզ տանի ավելի խորքը։ Գուցե այսօր Աստված չի տալիս քեզ պատասխան, բայց տալիս է հարց, որը կստիպի քեզ աճել։ Եվ դա, սիրելի եղբայր, հոր լեզուն է, ով դաստիարակում է հասուն որդիներ։ 15. Սոլոմոնը իմաստություն տարբերելու, թե ինչն է Աստծուց եւ ինչը ոչ։ Այնինչ խնդրեց Սոլոմոնը, փոխեց նրա ամբողջ կյանքը։ Նա կարող էր խնդրել հարստություն, փառք, հաղթանակներ, բայց ընտրեց այն, ինչը քչերը գնահատում են՝ տարբերակումը։ Թագավորաց 3:9-ում նա ասում է. «Տուր քո ծառային խելամիտ սիրտ, որպեսզի դատի քո ժողովրդին եւ տարբերի բարին չարից»։ Հենց դա դարձրեց նրան Աստվածաշնչի ամենախելացի մարդը։ Սոլոմոնը հասկացավ ճշմարտություն, որը շատերը անտեսում են։ Հոգևոր կյանքը հիմնված է ոչ միայն Աստծուն լսելու կարողության վրա, այլև այն ճանաչելու կարողության, թե երբ է իսկապես նա խոսում։ Որովհետև հենց շփոթությունը մարմնականի եւ հոգևորի միջև խանգարում է շատ հավատացյալների։ Նրանք ինչ-որ բան զգում են, բայց չգիտեն արդյոք դա Աստծո առաջնորդությունն է, թե մարդկային հորդոր։ Տարբերակումը հոգևոր ֆիլտրի նման է։ Այն օգնում է առանձնացնել այն, ինչը գալիս է հոգուց, ինչը խաբեություն է, գայթակղություն, եւ այն, ինչը գալիս է երկնքից, որպես աստվածային ուղղություն։ Այդ ֆիլտրի պակասը շատ քրիստոնյաների մոտ է, ովքեր ապրում են շփոթության մեջ, կախված արտաքին մարգարեություններից, մինչդեռ Սուրբ Հոգին արդեն բնակվում է նրանց ներսում։ Սողոմոնը ուզում էր ոչ միայն պատասխաններ, այլ հասկանալ մտքերը նախքան որոշում կայացնելը։ Որովհետև ինչպես ցույց տվեց նա երկու մայրերի եւ երեխայի պատմությամբ, իրական իմաստությունը բացահայտում է թաքնվածը, նույնիսկ այն, ինչը չի արտասանվել բարձրաձայն։ Ահա հոգևոր իշխանության իրական ուժը։ Այսօր Աստված առաջարկում է քեզ նույն իմաստությունը։ Նա ուզում է սովորեցնել քեզ տարբերել մտքերը, որոնք առաջանում են քո ներսում։ Ուզում է, որ դու կարողանաս ճանաչել, արդյոք գաղափարը ծնվել է վնասվածքից, ցանկությունից, պակասից, թե Սուրբ Հոգին է, որը ցույց է տալիս ճանապարհը։ Աղոթիր, ինչպես աղոթեց Սողոմոնը։ Ասա. Տեր, տուր ինձ տարբերակում, որովհետև ով սովորում է տարբերել մտքերը, սովորում է ապրել երկնքով։ Եվ դա բանալին է հոգևոր կյանքի, որը կայուն է, հասուն եւ պտղաբեր։ 16. Հիսուսը կարդում է այն, ինչը դու չես համարձակվում արտասանել բարձրաձայն։ Պատահել է, որ միտքը այնքան անձնական էր, այնքան հանգիստ, որ երբեք չէիր համարձակվի արտասանել այն բարձրաձայն։ Ինչ-որ բան, որ մնացել էր միայն քո մտքերում։ Եվ հանկարծ ինչ-որ մեկը խոսեց հենց դրա մասին։ Քարոզ, երգ, Աստվածաշնչի հատված, տեսանյութ։ Կարծես ինչ-որ մեկը կարդացել էր քո մտքերը։ Դե Հիսուսը իսկապես կարդացել է դրանք։ Իր ծառայության ընթացքում Հիսուսը պատասխանում էր ոչ միայն արտասանված հարցերին։ Նա հանդիմանում էր նաև գաղտնի մտքերը։ Ղուկաս 5:21-22-ում փարիսեցիները սկսեցին մտածել իրենց սրտերում, մեղադրելով նրան աստվածանարգանքի համար, մեղքեր ներելու համար։ Բայց Հիսուսը իմանալով նրանց մտքերը բարձրաձայն պատասխան տվեց։ Նա բացահայտեց այն, ինչը ոչ ոք չէր ասել։ Սա ցույց է տալիս ինչ-որ բան միաժամանակ սարսափելի եւ գեղեցիկ։ Աստված գիտի ամեն միտք, որը անցնում է քո մտքերով։ Ոչինչ չի թաքնված նրանից։ Ոչ կասկածները, ոչ վախերը, ոչ դատողությունները, ոչ ցանկությունները։ Ամեն ինչ բաց է հոր առջև, ով հետազոտում է սրտերը։ Բայց ամենազարմանալին այն է, որ նա բացահայտում է ոչ թե նվաստացնելու համար։ Նա բացահայտում է բուժելու, սովորեցնելու, ուղղելու համար։ Հիսուսը գիտեր, թե ինչի մասին էին մտածում փարիսեցիները, բայց օգտագործեց այդ պահը լույս եւ ճշմարտություն բերելու համար։ Նույն կերպ նա օգտագործում է նաև քո չարտասանված մտքերը, քեզ տանելու հավատի նոր մակարդակի։ Քեզ պետք չէ գոռալ, որպեսզի Աստված լսի քեզ։ Նա հասկանում է քո լռությունները, լուծում է քո արդյունքները, պատասխանում է աղոթքներին, որոնք արտասանված են միայն հայացքով, եւ անում է դա հենց հիմա։ Գուցե նույնիսկ օգտագործելով այս տեսանյութը որպես պատասխան այն, ինչը դու երբեք չես արտասանել բարձրաձայն։
Այդպիսով դադարիր մտածել, թե Աստված լսում է միայն արտասանված աղոթքները։ Նա ուշադրություն է դարձնում քո մտքերին։ Նա կարդում է քո սիրտը հենց հիմա։ Եվ այնինչ դու զգում ես, նա արդեն պատասխանում է։ 17-րդ Մտքերը որպես աղոթքի ակնթարթային պատասխան։ Պատահել է քեզ հետ նման բան։ Աղոթում ես լռության մեջ, խնդրում ես ուղղություն, եւ հանկարծ գլխումդ առաջանում է միտք, լցված ուժով, պարզությամբ եւ ներքին համոզմունքով։ Կարծես Աստված ուղակի քո մտքերում է պատասխանում քեզ առանց լսելի խոսքի։ Իմացիր, դա երևակայություն չէ, դա Սուրբ Հոգին է, որը գործում է ճշգրտությամբ։ Շատ Աստծո պատասխաններ գալիս են ոչ թե մարգարեությունների կամ երկնքից եկող ձայների տեսքով։ Նրանք գալիս են մտքերի տեսքով, որոնք առաջանում են խաղաղությամբ եւ վստահությամբ, նույնիսկ առանց տրամաբանական բացատրության։ Պողոսը գրում է Փիլիպեցիս 4:7-ում. «Եվ Աստծո խաղաղությունը, որը գերազանցում է ամեն միտք, կպահի ձեր սրտերը եւ մտքերը Քրիստոս Հիսուսով»։ Այլ կերպ ասած, Աստված պահպանում է քո միտքը իր խաղաղությամբ եւ խոսում է դրա միջոցով։ Երբ դու աղոթում ես անկեղծորեն, երկինքը չի անտեսում քեզ։ Աստված մոտ չէ, նա մոտ է եւ ավելին, նա պատասխանում է երկնային արագությամբ, մտքի արագությամբ։ Խնդիրը այն է, որ մենք հաճախ կասկածում ենք պատասխանի բարձրությանը։ Մենք սպասում ենք ինչ-որ մեծ բանի եւ բաց ենք թողնում ամենակարևորը։ Քեզ պետք չէ տեսանելի հրեշտակ, որպեսզի հասկանաս, որ Աստված խոսել է քեզ հետ։ Երբ միտքը գալիս է խաղաղությամբ, նպատակով եւ համապատասխանությամբ Աստվածաշնչին, դու կարող ես վստահել։ Դա պատասխան է, դա ուղղություն է, դա կենթանի կապ է երկնքի հետ։ Սովորիր վստահել այն մտքերին, որոնք ծնվում են աղոթքի ժամանակ։ Դրանք հոգու պտուղներն են։ Նրանցում իմաստություն է, համարձակություն, մխիթարություն։ Եվ որքան մոտենաս Աստծուն, այնքան ավելի պարզ, հաճախակի եւ ճշգրիտ կլինեն այդ մտքերը։ Այսօր փորձիր հավատի փորձարկում, աղոթիր եւ մնա լռության մեջ։ Պարզապես լսիր քո մտքերը։ Դու կնկատես, նա արդեն պատասխանել է քեզ։ 18-րդ Փիլիպոսը եւ հոգու հորդորը հնազանդվիր առաջին Սուրբ մտքին։ Երբեմն մեկ պարզ միտք կարող է դառնալ բանալի երկնային հանձնարարության համար։ Հենց դա պատահեց Փիլիպոսի հետ Գործք 8:29-ում։ Նա ճանապարհին էր, եւ Սուրբ Հոգին ասաց նրան. «Մոտեցիր եւ միացիր այդ քարքին»։ Ոչինչ ավելին, առանց բացատրությունների, առանց երկնային տեսիլքների, միայն ներքին հորդոր, պարզ եւ ուղղակի։ Փիլիպոսը կարող էր անտեսել այն, կարող էր վերամտածել, կարող էր ասել՝ «Սա պարզապես գլխիցս է»։ Բայց նա չարեց դա։ Նա հնազանդվեց առաջին մտքին, եւ հոգևոր զգայունության այդ ակտը հանգեցրեց եթոպացի ներքին ու փոխակերպմանը։ Մարդու, ով կարդում էր Աստվածաշունչը եւ կարիք ուներ օգնության այն հասկանալու համար։ Այս պատմությունը սովորեցնում է մեզ, որ երբ Աստված քո մեջ դնում է մտավոր հորդոր նպատակով, նշանակում է, որ մյուս կողմում արդեն ամեն ինչ պատրաստ է։ Ներքինին արդեն կարծում էր Եսայա մարգարեի գիրքը։ Աստված արդեն պատրաստել էր տեսարանը։ Փիլիպոսին պետք էր միայն առաջին քայլն անել։ Մեզանից շատերը կորցնում են աստվածային պահերը, որովհետև կասկածում են այն մտքերին, որոնք Աստված դնում է մեր մեջ։ Հաղորդագրություն, որը պետք է ուղարկել, աղոթք, որը պետք է ասել մեկի համար, ներողություն, այց, գրկահառնություն։ Ամեն ինչ սկսվում էր մեկ պարզ մտքից, որը դու գուցե անտեսել ես, բայց Փիլիպոսը չանտեսեց։ Նա վազեց, մոտեցավ, խոսեց եւ մեկ մարդ փրկվեց։ Գուցե այսօր Աստված քեզ է տալիս միտք, ուղղություն, հորդոր, որը թվում է փոքր, բայց կարող է փոխել ինչ-որ մեկի կյանքը։ Դու կհնազանդվես, թե նորից կսկսես մտածել։ Սուրբ Հոգին շարունակում է փչել, բայց նա փնտրում է սրտեր, որոնք արձագանքում են առաջին կանչից, որովհետև իրական հավատը չի սպասում երաշխիքների, այն հնազանդվում է առաջին ձայնին, նույնիսկ եթե այն հնչում է որպես հանգիստ միտք։ 19-րդ Քրիստոսի միտքը, երբ մտածելը դառնում է սուրբ գործողություն։ Երբևէ մտածել ես, թե ինչ է նշանակում մտածել այնպես, ինչպես մտածում է Հիսուսը։ Ոչ միայն փորձել անել այն, ինչ նա կաներ, այլ իսկապես կրել նրա աշխարհը, մարդկանց եւ իրավիճակները տեսնելու ձևը։ Պողոսը ասում է մեզ ինչ-որ հեղափոխական բան Ա Կորինթացիս 2:16-ում։ Իսկ մենք ունենք Քրիստոսի միտքը։ Սա հոգևոր փոխաբերություն չէ, այլ գործնական ճշմարտություն։ Երբ մենք լցված ենք հոգով, մեր միտքը սկսում է փոխակերպվել։
Վախի, հպարտության, նախանձի, իմպուլսիվության մտքերը սկսում են կորցնել ուժը, իսկ սիրո, իմաստության, համբերության եւ հավատի մտքերը սկսում են գերիշխել։ Ունենալ Քրիստոսի միտքը նշանակում է ոչ միայն դրական մտածել, այլ մտածել հոգևոր տարբերակմամբ։ Սա նշանակում է վերլուծել ամեն իրավիճակ երկնային տեսանկյունից։ Սա փոխակերպում է արձագանքները, դատել ողորմությամբ, ընտրել ներումը, երբ ամեն ինչ ներսում պահանջում է հատուցում։ Բայց դա չի տեղի ունենում ավտոմատ կերպով։ Աստվածաշունչը հստակ ասում է Հռոմեացիս 12:2-ում. «Փոխակերպվեցեք ձեր մտքի նորոգմամբ»։ Այլ կերպ ասած, պետք է թույլ տալ Աստծո խոսքին վերակառուցել քո մտածողության ձևը։ Դա պահանջում է նվիրում, պրակտիկա, Աստվածաշնչի մտորումներ, նպատակային լռություն եւ անընդհատ աղոթք։ Ժամանակի ընթացքում դու կնկատես Աստծո ձայնը գալիս է ոչ միայն դրսից, այլ սկսում է հնչել ներսից։ Դու մտավոր կապվում ես Քրիստոսի հետ, որոշումներ ես կայացնում նրա հետ, գործում ես նրա հետ։ Եվ ոչ, սա չափազանցություն չէ, սա խոստում է նրանց համար, ովքեր ապրում են հոգով։ Եթե այսօր դու հոգնել ես պայքարելու խառնաշփոթ, անհանգիստ, կործանարար մտքերի հետ, աղոթիր Սուրբ Հոգուն, տուր ինձ Քրիստոսի միտքը, որովհետև երբ դա տեղի է ունենում, նույնիսկ քո մտքերը դառնում են բացահայտման, խաղաղության եւ փոխակերպման գործիքներ։ 20-րդ Մտքերը որպես հոգևոր զենք, ենթարկիր դրանք Քրիստոսին։ Երբևէ մտածել ես, որ քո մտքերը ոչ թե պարզապես պատահական գաղափարներ են, այլ իրական հոգևոր մարտադաշտեր։ Միտքը չեզոք է։ Դա այն տեղն է, որտեղ երկինքը եւ դժոխքը պայքարում են ազդեցության համար։ Եվ այն, թե ինչպես ես դու կառավարում քո մտքերը, կարող է որոշել հաղթանակը կամ պարտությունը քո հոգևոր կյանքում։ Առաքյալ Պողոսը բացահայտում է այս սկզբունքը Կորինթացիս 10:4-5-ում։ Մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով հզոր են ամրոցները կործանելու համար, հերքելով մտադրությունները եւ ամեն բարձրություն, որը բարձրանում է Աստծո գիտության դեմ, եւ գերելով ամեն միտք Քրիստոսի հնազանդությանը։ Սա ոչ թե փոխաբերություն է, այլ հոգևոր պատերազմի ռազմավարություն։ Ամրոցները ոչ թե օդում թռչող դևեր են։ Դրանք կրկնվող մտքեր են, արմատացած ստեր, աճեցված վախեր, չլուծված մեղքեր։ Եվ շատ քրիստոնյաներ մնում են նույն հոգևոր շրջաններում, որովհետև չեն սովորել դիմակայել իրենց մտածողությանը։ Նրանք շարունակում են աղոթել, բայց պասիվորեն ընդունում են մտքերը, որոնք խարխլում են իրենց հավատը։ Լավ նորությունը այն է, որ այս գործընթացը կարելի է շրջել։ Դու ունես հզոր զենք, Քրիստոսի միտքը։ Նրա օգնությամբ դու կարող ես փորձարկել ամեն միտք, հարցնելով. այս միտքը մոտեցնում է ինձ Աստծուն, թե հեռացնում է։ Եթե հեռացնում է, պետք է գերել այն, բացահայտել, հանդիմանել եւ ենթարկել ճշմարտությանը։ Գիտությունը այսօր հաստատում է դա նեյրոպլաստիկության հասկացության միջոցով։ Ուղեղը փոխվում է կախված նրանից, թե ինչի մասին ես մտածում կանոնավոր կերպով։ Բայց Աստվածաշունչը դա սովորեցրել է հազարամյակներ առաջ։ Մտածելը Աստծո խոսքին համապատասխան փոխում է ոչ միայն վարքը, այլ վերակառուցում է մտքի կառուցվածքը։ Այդպիսով այսօր վերցրու քո միտքը հոգևոր վերահսկողության տակ։ Մերժիր թունավոր մտքերը։ Ցանիր Աստվածաշնչի ճշմարտությունը եւ հռչակիր. Իմ միտքը պատկանում է Քրիստոսին։ Որովհետև երբ քո մտքերը դառնում են զենք, թշնամին այլևս թաքնվելու տեղ չի ունենում։ Եթե դու հասար այստեղ, ուզում եմ ասել քեզ մեկ բան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ նվիրեցիր այս ժամանակը քո հոգու խնամքին, որ բացեցիր քո սիրտը լսելու Աստծո ձայնը եւ թույլ տվեցիր այս պատկամին դառնալ քո հոգևոր ճանապարհի մասը։ Այս տեսանյութը ոչ թե պարզապես բովանդակություն է, այլ կոչման մաս։ Եվ եթե այսօր ինչ-որ բան խոսեց քեզ հետ, եթե Աստված տվեց քեզ պարզություն, մխիթարություն կամ ուղղություն, մի պահիր դա միայն քո համար։ Կիսվիր ինչ-որ մեկի հետ, որովհետև գուցե այն, ինչը բուժեց քեզ հիմա, կարող է փրկել մեկին, ով քեզ թանկ է։ Եվ եթե ուզում ես շարունակել աճել, ավելի խորությամբ հասկանալ, թե ինչպես է Աստված խոսում, գործում եւ փոխակերպում, նայիր հաջորդ տեսանյութը ալիքում։ Եվ ես հավատում եմ, Աստուն դեռ կա ինչ ասել քո սրտին։ Մի մոռացիր բաժանորդագրվել, դնել լայք, գրել մեկնաբանություններում, թե ինչն է ամենաշատը դիպչել քո սրտին։ Թող Աստված շարունակի առաջնորդել քեզ մտքերով եւ դրսից։ Թող դու դառնաս մարդ, ով զգայուն է հոգու ձայնին, ամուր հավատով եւ փոխակերպված ճշմարտությամբ։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Մնա զգայուն, մնա ամուր, մնա Քրիստոսով։